Հիմա առաջարկում եմ տեղափոխվել Ֆրանսիա, ավելի ստույգ Լիոն, կլսենք Կովկաս կենտրոնի նախագահ Հիլդա Չոբոյանին, բարև ձեզ տիկին Հիլդա։ Բարև ձեզ։ Օրեր առաջ Սյունիքում Ֆրանսիայի պատվո հյուպատոսության բացումը բավականին ընդգծված ոգևորություն առաջացրեց։ Ֆրանսիայում կար այդպիսի տրամադրություն։ Արտաքին գործոց նախարարության ներքին գործընթացներեն դերյակ չեմ, բայց այս մասին արդեն խոսք կար հանրային դիվիճի մեջ, մասնավորապես Գետրոնական Ֆրանսիայի իմ գտնված տարածաշրջանի ղեկավարության մոտ այն համոզմունքը կա, որ Հայաստանի հարավային շրջանը, այսինքն Սյունիքը վտանգված է, եւ այդ առումով համագործակցության ծրագիրներ կատարվեցան մեր տարածաշրջանի նախկին, այսինքն մեր ռեգիոնի նախկին նախագահը, որ հիմա այլևս նախագահ չէ, բայց նախագահի խորհրդական է, Լորան Վոկիե, ուզեց անպայման շատ նշանակալից գործողություն սկսել, որ մեր տարածքի բոլոր քաղաքապետարանները կարողանան Սյունիքի մարզի, ուրեմն զանազան համայնքներու հետ համագործակցության ծրագիրներ ունել, եղբայրանալ, քույր քաղաքներ դառնալ եւ այլն, եւ կգարձեմ, որ Հայաստանի մեջ, Սյունիքի մեջ հյուպատոսական բանալու այս գործողությունը գաբ ունի այս դրամատուրգիան հետ։ Չեմ գնար երևակայել, որ Սյունիքի մեջ շատ ավելի մեծ նշանակալից ներկայություն կգնա ունենալ Ֆրանսան, անշուշտ որ հյուպատոսարանը դերեկություններու աղբյուր է, ներկայություն մնե եւ շրջանի բնակչության կգնա որոշ վստահություններ շնչել, բայց ավելի մեծ բարձր մագարտակի այսպես նկատառումներ եւ ավելի ռազմավարական նկատառումներ չեն տեսնել այս բանի մեջ, այս խնդրի մեջ։ Իսկ եթե ավելի լայն շրջանակով դիտարկենք, կասեք ինչն է հատուկ հայ-ֆրանսիական հարաբերություններում, տիկին Հիլդա։ Նորություն չեմ տեսնել ֆրանսիական հարաբերություններում մեջ, գործընկերություն կա երկու երկրներու միջև, համագործակցություն կա զանազան ոլորտներու մեջ եւ մասնավորապես նորությունը մի քանի ամիս առաջ այն էր, որ այսինքն մոտ 1 տարի է վեր այն էր, որ ռազմական ոլորտի մեջ համագործակցություն կա, բայց նորություն կարելի չէ նկատել, իմ կարծիքով Ֆրանսիան կփորձե Հայաստանի ժողովրդին, նաև իշխանություններուն ցույց տալ, որ Ֆրանսիա այսպես կհամարվի Հայաստանի ժողովրդին եւ իր այսպես օրական խնդիրները լուծելու համար կուզե օգնություն ցուցաբերել։ Ընդհանրապես Ֆրանսիայի գեցվածքը այս է, դաշնակից չենք, Հայաստան եւ Ֆրանսիա դաշնակից երկրներ չեն, բայց համագործակցության ոպամը ստեղծվեցավ, այսպես ոլորտը ստեղծվեցավ, եւ այդ մեկը կշարունակվի, վերջերս ուրեմն երբ Գորիսի մեջ տեղի ունեցավ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցավ ապագետրոնացած համագործակցության համաժողովը, որ մեր 2 տարի առաջ, 3 տարի առաջ Լիոնի մեջ եղած էր այդ համաժողովը, գկարդում որ այս մեկը արիթ էր Ֆրանսիայի իշխանություններու, որ քիչ ավելի այսպես բան ցույց տան որոշակի այսպես համագրական գեցվածություն ցույց տան Հայաստանի եւ այդ որոշումները այս շրջանակի մեջ առնված է գկարծեմ։ Այսօր հետաքրքիր տեղեկություն ստացվեց, որ Ֆրանսիան պատրաստվում է Ուկրաինայում անօդաչու սարքերի գործարան կառուցելուն մասնակցել։ Այսինքն կոնկրետ օրինակ է ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցությունը։ Արագ հարց առաջացավ, ինչու նույնը չի կարելի անել Հայաստանի հետ։
որովհետև ռազմավարական այսպես մոտեցում չկա Հայաստանի հանդեպ։ Կկարծեմ, որ Ֆրանսիայի հետաքրքրությունը Հայաստանի համար կբավարարվի ֆրանսահայ համայնքի գշտիքով, այդ գշտիքով պայմանավորված է, եւ մասնավորապես որովհետեւ պատերազմ եղավ եւ այդ պատերազմին Հայաստանը դուժեց, Հայաստանի ժողովուրդը, Հայաստանի բնակչությունը, Արցախի բնակչությունը դերահանվեցավ եւ այս բոլորը որոշ չափով մեր գշտիքը, այսինքն մեր խնդրի կարևորությունը բարձրացուցին, բայց ռազմավարական առումով Ֆրանսա գենսական շահեր չունի Հայաստանի մեջ։ Սա է դակտերությունը։ Գենսական շահեր որպես առանցին երկիր եւ որպես եվրոպական երկիր գոյություն չունին Հայաստանի մեջ եւ Կովկասի մեջ։ Կովկասը որպես այսպես թիրախ Եվրոպայի կողմից չէ դիտված երբեք եւ երբ գտիդվի որպես այսպես գործողություններու թիրախ Կովկասը գտիդվի որպես Եվրոպայի մեջ ընդհանրապես գտիդվի որպես ամբողջական մեկ տարածաշրջան եւ ոչ առանցին երկիրներ չեն գտնար Եվրոպայի օրինակ շատ կխոսվի Հայաստանի ինտեգրացիոնի մասին, այսինքն համարգումի մասին Եվրոպայի մեջ, այդպիսի բան գոյություն չունի եվրոպական մտքի մեջ, Հայաստանը առանցին չի կարող այսպես առանցին դեր չունի եվրոպական քաղաքական մտքի մեջ, եթե օրմը պատահի, օրմը չենք գիտեր եւ ինչ պայմաններում մեջ, եթե պատահի որ Եվրոպայի մեջ այն քաղաքար զարգանա, որ այս երկիրները պետք է մաս կազմեն, այդ երկիրները բոլորը պետք է մաս կազմեն եւ առանցին առանձնաշնորհյալ փանկություն չունի այս տարածաշրջանի մեջ, այսպես կթիվի Եվրոպային։ Քաղաքական ասպեկտը քիչ հետո կդիտարկենք, բայց տնտեսական հարթությունում դուք երբևէ փորձել եք համեմատել հայ-ֆրանսիական Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերությունները։ Միշտ այդ խնդիրը եղած է, որովհետև երկու երկրներու միջև տնտեսական հարաբերությունները մեկ կողմի Ադրբեջանի եւ մյուս կողմի Հայաստանի մեջ անհամեմատ դարաբնույթ են եւ անհամեմատ բան ունի մասշտաբի համագործակցություն է եւ Ֆրանսիայի իշխանությունները որոշ ժամանակ նույնիսկ բացահայտ կերպով ասին, որ Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները պետք է շատ ավելի զարգանան, որովհետեւ շատ ծիծաղելի գումարներ էին 50 միլիոն շուրջ կդառնար եւ կգործեմ, որ այդ խնդիրը շատ ռազմավարության վրա եւ այսինքն ռազմավարական կարեւորության վրա մեծ ասացություն ունի այս մասշտաբի խնդիրը երկու դարբերությունները հետեւաբար Հայաստանի կարեւորությունը նաեւ ռազմավարական կարեւորությունը նաեւ այս մասշտաբեն գախված է այսինքն քչութենեն գախված է արևդուրի եւ տնտեսական հարաբերություններում ակաշտակեն գախված է։ Այսինքն ֆրանսիական ներդրումները Ադրբեջանում ավելի շոշափելի են, քան Հայաստանում։ Պետք է ասել, որ Ադրբեջանի հետ ներդրումներու մեկ կարևոր բանը ոլորտը նավթն է։ Հա։ Եվ առաջինորեն այդ խնդիրը կա եւ նավթի շուրջ դարձող բաներն են, այսինքն ոլորտներն են, նավթի հետ կա առնչված ոլորտներն են, նույնիսկ եթե Ֆրանսա նավթ չի ներբերեր, չի ներմուծեր Ադրբեջանեն, այդ ոլորտի տնտեսության մեջ կարևորություն կա։ Երկրորդ ոլորտը, որ մեծ բան ունի, մեծ կարևորություն ունեցավ ասկե 10 տարի առաջ, արբանյակներու ոլորտն էր։ Եվ դակավին կգարձեմ, որ այդ ոլորտը իր ամբողջ դարողությամբ չէ հասած, այդ ոլորտի շուրջ դարձող ջարդարարվեստի ուրեմն շուրջ գաբերը Ադրբեջանի եւ Ֆրանսիայի մեջ կան եւ գոյություն ունին։
Այնպես որ ես Չնայած քաղաքական հարաբերության մասնակից չեմ, բայց գիտեմ որ տարբերությունները կան, այսինքն մագարտագի տարբերություն կա, եւ տարբերությունը նաեւ իր դերակատարությունը ունի։ Ահա, այսինքն դա կա չնայած դիվանագիտական դիմակայությանը Բաքվի եւ Փարիզի միջեւ։ Երբեմն Ֆրանսիայի մեջ կսվի որ Total ընկերությունը, նավթի Total ընկերությունը իր առանցին դիվանագիտություն ունի երկրներու հետ եւ այս բարական ճիշտ է Ադրբեջանի հետ։ Երբ հարաբերությունները երկու երկրներու միջեւ Ադրբեջանի եւ Ֆրանսիայի միջեւ շատ ցկտված են եւ շատ լարված են, միաժամանակ կտեսնենք որ Total-ի նախագահը Ալիևի հետ առանցին հանդիպումներ ունենան։ Այնպես որ տնտեսությունը երբեք չընկերգիր, ընկերգում չկա տնտեսության մեջ եւ այդպես կշարունակվի։ Օրինակ վերջերս երկու ֆրանսիացի փանդարգյալներ կային, քերիներ կային, այսինքն Ֆրանսիայի մեջ կսենք pedagogan քերիներ, որոնք Ադրբեջանի բանդերում կգտնվեին եւ ասոնք ազատ արձակվեցան եւ մինչ այդ հարաբերություններ եղան, բանակցություններ եղան երկու երկրներու մեջ միջև եւ այդ բանակցություններու ընթացքին շատ հավանաբար տնտեսական համաձայնություններ եղան։ Չեմ զարմանալ, որ տնտեսական ռազմավարական կարևորություն ունեցող տնտեսական հարաբերություններու բանի մեջ, ոլորտի մեջ նոր բաներ կան, նոր կապեր ստեղծված են, հետեւաբար բաներ այս խնդիրը շատ բարձրամիտ ծևով մեջ չտեսնենք եւ բարդ խնդիրներ են։ Առաջին պահանջը Ադրբեջանի կողմէ այն է, որ Ֆրանսա Եդ Ադրբեջան ուղարկե Ադրբեջանի իշխանություններու հակառակորդները ինտիմատիվ մարդիկ, որոնց մի քանին մեկ հոգի սպանվեցավ, մյուսի թեմ սպանություններու փորձ եղավ, բայց որովհետև Ֆրանսա իր բանդարգյալներ ուներ, ֆրանսիացի բանդարգյալներ ուներ Ադրբեջանի մեջ, վստահաբար համաձայնեցան որոշ ոլորտներու մեջ, ոչ այս մարդկային իրավունքներու վերաբերյալ, բայց շատ հավանաբար տնտեսական համագործակցության ոլորտի մեջ անպայման որ Ֆրանսա զիջեցավ այս խնդրի մեջ։ Տիկին Հիլդա, արդեն հայտնի է Հայաստանում խորհրդարանական ընտրությունները երբ են տեղի ունենալու 2026 թվականի հունիսի 7-ին։ Հիմա այն մթնոլորտը, որ առկա է այսօր Հայաստանում, արդեն նախընտրական կոչել, դե դուք ուրիշ ձևակերպում ունեք։ Գարձեմ որ բազմաշերտ մեկ բան է, մեկ խնդիր է այս հարցը, անպայման որ նախընտրական բան ունի, պարադխիչ ունի, որովհետև այս նյութը նաև գհուզե հասարակության մեկ մասը, այսինքն որոշ եկեղեցականներու վարկակից եւ այլն, այս մասին կխոսվի եւ սփյուռքի մեջ խոսված է միշտ։ Եվ շատ հավանաբար Հայաստանի մեջ այդ շերտը, որ գհավատա, որ այսպես բարձրամիտ ծևով կտեսնի այս խնդիրը, որ մեկ կամ երկու եկեղեցականներու հավանական կամ կարելի հնարավոր օրինազանցությունները կդարածվին ամբողջ եկեղեցու վրա եւ այլն եւ կարծեմ որ Հայաստանի վարչապետը կփորձի այդ հասարակության մեջ իր նոր այսպես հնարավոր բաներու բազան գտնի, իր նոր հնարավոր համակիրներու նոր բան ստեղծի, բազան ստեղծի, շատ հավանաբար այդ մեկը գոյություն ունի, բայց այդ մարդիկ չեն գիտեր եւ հավանաբար չեն ուզեր հասկանալ, որ այս խնդիրը ինստիտուցիոնալ խնդիր է, այսինքն պետությունն է, որ պետության ներկայացուցիչն է, որ կբախարագե հայ եկեղեցին եւ ամեն օր վարչապետը իր էջին վրա հայ եկեղեցու մասին բանաստանքներ կշարադրե եւ այստեղ մեկ կամ երկու կամ 10 կամ 20 եկեղեցականի խնդիր չէ, այստեղ
ինչպես կսեն ինքնության խնդիր է հայ ժողովրդի համար, որ եկեղեցին որպես հաստատություն, որ եկեղեցին զերծ մնա այսպիսի հարցակումները, կգարձեմ, որ զանազան բաներ կան, մագարտակներ կան այս խնդրի մեջ, եւ անոնք, որոնք կգարձեմ, որ այսօրվա իշխանություններու այս հակասությունը եկեղեցու հանդեպ պատասխանն է այն իվորության, որ եկեղեցական Պակրատ arczepiskopos բանի թիմած է, քաղաքական կորձընթացի թիմած է, կգարձեմ, որ կսխալին, այս պարակային կգարձեմ, որ հայ ժողովրդի ամենակարևոր հաստատությունները մեկը, եւ թերևս այսօրվա ամենակարևոր հաստատությունն է, որ թիրախ դարձած է իշխանություններու հաշվարկներուն եւ իշխանություններու այսպես բարձամիտ բարած քաղաքականության։ Այսինքն ինչպիսի ընտրություն է սպասվում մեզ, Տիկին Հիլդա։ Իսկապես կգարձեմ, որ մենք հետս հետը գտիմենք դեպի քաոս։ Չեմ գիտեր թե Հայաստանի մեջ ինչ փոփոխություն պիտի, ինչ նոր այսպես ուժը պիտի կազմվի, բայց իմ կարծիքով բոլոր խնդիրը այսօր Հայաստանի մեջ զանազան ուժերու, որոնք այս կացութենեն թշկող են, զանազան ուժերու միավորումն է, որ կարելի չէ։ Եվ այդ ուժը այսօր որ բոլորովին անհրաժեշտ բան է, այդ միավորման խնդիրը բոլորովին անհրաժեշտ կտեսնեմ եւ կենսական կտեսնեմ այսօր մեկ քաղաքական ուժ կամ անձնավորություն դակավին չտեսանք, որ բոլոր այդ փոքր խումբերը, որոնք կգազմվին եւ որոնք տեսանելի են եւ որոնք առողջ մտածողություն ունին վերջապես, այդ բոլոր խումբերը համախմբե մեկ բանի մեջ, մեկ բարունակի մեջ եւ կգարձեմ, որ քաոսեն դուրս գալու միակ միջոցը այս մեկն է։ Այսինքն միավորման նոր բանը պետք է, հարթակը պետք է ստեղծվի եւ ոչ թե նոր գուսակցություններ, նոր փոքր գազམ་ավորումներ, որոնք յուրաքանչյուրը լավ բաներ կխոստանան, բայց անկարող են առանցին այս մեծ խնդիրը լուծելու։ Դե Հայաստանը ունի նաեւ խորհրդարանական ընդդիմություն, բա նրանք ինչ պետք է անեն։ Նրանք կգարձեմ, որ իրենք ալ բան ունին, բարգականություն ունին, միավորվելու եւ այս անցյալի եւ նախկիններու եւ նորերու այս պայքարը կգարձեմ, որ Հայաստանի մեջ շատ մեծ ավերներ կործեց եւ դակավին պիտի կործե, այս նախկիններու եւ այսօրվա խնդիր չկա այլևս, այսօր հսկայական մեկ բան կա, հսկայական մեկ դակնապ կա, որ կգնա շատ ողբերգական վերջ գտնել Հայաստանի մեջ, ողբերգական ելք ունենալ Հայաստանի մեջ եւ կգարձեմ, որ այլևս այդ դարանչադունալ կգարձեմ սխալ է խորհրդարանական եւ ոչ խորհրդարանական եւ այլն այս դարանչադունները ավելի եւ ավելի բաժանարար գիծեր կստեղծեն կգարձեմ, որ այսօր բաժանարար գիծերու ժամանակը չէ այլևս։ Այսքանը։ Եվ այսօր մեջ կգարձեմ մեծ պատասխանատվություն ունի պետությունը եւ իշխանությունը։ Որովհետեւ այս բոլորը գրնանքալ միայն պետութեն են, այսինքն բան է օրինաչափ է, որ այս ոճը որ դրվեցավ մի քանի տարի առաջ այս ադելությունը որ սերմանվեցավ, որ արդեն իսկ կար որոշ չափով երկրի մեջ, այս մեկը մյուսին թեմ այս ադելության չափը որ մեծացավ եւ հետս հետը ավելի կմեծանա եւ դարանչադումներ կդարվին հասարակության մեջ կգարձեմ որ այսօր մեծ պատասխանատվություն ունի իշխանությունը եւ ինչպես միշտ իշխանությունն է որ պետք է ցերնարգեր որ այս բանին վերջ տրվի եւ ընդհանրապես այսօր կտեսնենք որ կշարունակվի դակավին նոր բաժանումներ եւ նոր թշնամություններ ստեղծելու։ Շնորհակալություն որ միացաք մեզ, Տիկին Հիլդա։ Այսքանը։ Լիոններ կապի մեջ Հիլդա Չոբոյան, Կովկաս կենտրոնի նախագահ։